Բարև ձեզ, դուք դիտում եք 1000-ից հաղորդաշարը։ Մեր այսօրվա հյուրը երիտասարդ եզդի մի կին է, ով կարողացել է շրջանցել հասարակական մի շարք կարծրատիպեր։ Սուզան Խուբոյանն այսօր մեր տաղավարում է, բայց մինչև կսկսենք զրույցը նրա հետ, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը ոչ միայն կարևոր են հաղորդման զարգացման համար, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու համար։ Սուզան ջան, բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ասում են, եզդիական համայնքը առհասարակ ողջ աշխարհում համարվում է ամենակուռ, ամենաավանդապաշտ համայնքներից մեկը։ Եվ ասում են, եզդիություն հնարավոր չէ ձեռք բերել, եզդի պետք է ծնվել։ Եվ նաև սրանից ելնելով արգելվում է ամուսնությունը այլազգիների հետ, որովհետև համարվում է, որ այլազգի հետ ամուսնությունը ազգի եւ կրոնի կորուստ է, համարվում, բայց դուք այն մարդն եք, որ եւ այս թեզի ջատագովն եք եղել երկար ժամանակ եւ նաեւ կարողացել եք շրջանցել այս արգելքը, այսպես ասեմ։ Խնդրում եմ պատմեք, ինչպես դա ստացվեց, ինչպես պատահեց եւ իսկապես դուք երիտասարդ տարիներին այս թեզը առաջ տանողն էիք։ Այո, այնպիսի փոքր էթնիկ խմբերի համար, ինչպիսին եզդիներն են, բնականաբար այս տեսակ արգելքները ինքնապաշտպանական բնույթ ունեն։ Հակառակ դեպքում մենք արդեն գոյություն չէինք ունենա, բայց մենք պետություն չունենալու պարագայում նույնիսկ հազարամյակներ շարունակ տարբեր պետությունների տիրապետության տակ գտնվելով նույնիսկ մեր տեսակը պահպանել ենք, հատկապես եթե խոսենք հենց եզդիականության մասին։ Եթե վերցնենք ձեր նշած օրենքը, ուրեմն կնշանակի, որ ես եզդի չեմ էլ ծնվել, որովհետև իմ տատիկը ազգությամբ հայ է, հայրիկիս կողմից, բայց այնքան էլ կողմ չեմ եւ ուրախ չեմ, որ սա կա, որովհետեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր ինձ նման անկախ իրենց կամքից ունեն գեներում այլ ազգի արյուն, բայց իրենց ինքնորոշում են որպես եզդիներ, պետք է իրավունք ունենան լինել եզդի եւ ընկալվեն հասարակության կողմից որպես եզդի։ Ցավոք սրտի այս կարծրատիպը կա եւ ես ինչ-որ պահից այդ այնքան հիասթափությունների միջով անցա, որ եկա այն մտքին, որ եթե հասարակությունը ինձ երջանկություն չի բերելու, ես չպիտի իմ ուսերին վերցնեմ հասարակությանը ինչ-որ բան ապացուցելու պարտականությունը, իմ որպես մարդու գլխավոր անելիքը աշխարհում երջանիկ լինելն է, հատկապես եթե այդ երջանկությունը ինչ-որ մեկին չի խանգարում, եւ երբ որ հանդիպեցի ամուսնուս, ինձ արդեն չէր հետաքրքրում ինչ ազգության է նա պատկանում, որտեղ ես չեմ ընտրել իր ազգը, ես ընտրել եմ այդ մարդուն, եւ այնպես ստացած, որ այդ մարդը եզդի չէր, եւ մեծ դժվարությամբ, բայց առաջին հերթին ինքս ինձ հաղթահարելով կարողացա գալ այդ որոշմանը, որ սա այն մարդն է, ում հետ ես կունենամ իմ ուզած ընտանիքը, չկորցնելով իմ տեսակը, չկորցնելով այն եզդիականության այն չափը, որը իմ մեջ երբևէ եղել է։ Եվ ուրախ եմ այդ ընտրության համար։ Դուք այդուհանդերձ համարվում եք եզդի, ծնվել եք, մեծացել եք այդ եզդիական խիստ օրենքներով, ավանդույթներով, ինչպես ձեր ընտանիքը ընդունեց այդ փաստը։ Իրականում ես չեմ մեծացել խիստ օրենքների մեջ ընդհանրապես, որովհետև նախ ապրել եմ հայկական գյուղում, մեր գյուղում ընդամենը 2-3 ընտանիքներ ենք եղել եզդիներ, իմ հորեղբոր ընտանիքներ եւ մենք, եւ իմ ընտանիքում չի եղել այդ կարծրատիպային վիճակը, որ կինը չպիտի կրթություն ստանա, որ կինը երկրորդական դեր ունի եւ այլն։ Այդ եզդիական օրենքներն, ավանդույթները ընտանիքում պահպանված են եղել։ Ոչ։ Մենք նույնիսկ մայրենի լեզուն պահպանելու խնդիր ենք ունեցել։ Ես հիմա չեմ ուզում իմ ծնողներին ինչ-որ բանի մեջ մեղադրել, բայց որովհետև իրականում իրենք էլ մեղավոր չեն։ Հայրս ծնվել է արդեն խառնամուստական ընտանիքում, ապրել մեծ իր կյանքը դասավորվել է հայկական շրջապատում։ Մայրս իր կամքից անկախ ամուսնացել է հայրիկիս հետ, որտեղ իրեն փախցրել են։ Եվ մենք ապրել ենք հայկական գյուղում, այդ ժամանակ ծնողները
չունեին այդքան խնդիր կամ ցանկություն կամ ժամանակ մտածելու ինչ ազգային արժեքներ են փոխանցում իմ երեխային կամ արդյոք իմ երեխան պետք է այդ ազգային արժեքների կրողը լինի, որտեղ իրանք ունեն մի խնդիր կյանք կեցություն ապահովելու եւ այնքան այդ շրջանում խնդիրները շատ էին, որ մտածել ավելի վեհ ինչ որ բաների ու բարձր բաների մասին ժամանակ չէր մնում, փորձում եմ արդարացնել ինչ որ կերպ, այնուամենայնիվ այո հասկանում եմ, որ իրենք դրա ժամանակը չեն ունեցել եւ արդյունքում մենք մեծացել ենք այնպես ինչպես մեր շրջապատն է մեզ թույլ տվել, իսկ շրջապատը հայկական էր, ուստի մենք եղել ենք հայկական նիստուկացի կրողը Եվ մայրենի լեզվի բացակայությունը մեր ընտանիքում բացատրվում է նրանով, որ գնալու ես հայկական դպրոց, պիտի հայերեն իմանաս։ Ճիշտ է, ես հասկանում եմ, հասկացել եմ, խոսել եմ, բայց շատ քիչ է եղել։ Միայն մայրիկիս հետ ու վերջ։ Ու այնքանով, որքանով ինչ որ առիթներ կլինեին, միջոցառումներ, որտեղ իմ ազգակիցները կլինեին ու կխոսեինք ու վերջ։ Բայց ձեր ընտրության հետ ծնողները հաշտեին ի սկզբանե։ Ծնողներս հաշտ չէին, հենց միայն դրա համար, որ հայրս ասում էր, որ ես ամուսնացել եմ եզդի կնոջ հետ, որպեսզի կարողանամ պահպանել իմ հետ բերել կորցրածս եւ իմ երեխաները այլ կերպ մեծանան, բայց այստեղ մի փոքր սխալ են թույլ տվել, որ եթե ուզում էին փոխել այդ ամենը, պետքա փոխեին նաև մեր միջավայրը։ Ինչա անել, բնականաբար այնքան էլ հեշտ չէր։ Հենց դրա համար հայրս ամենադեմն էր։ Ես ի սկզբանե մտածում էի, որ հայրս դեմ չլինի, որտեղ իր մայրիկը հայ է ազգությամբ, բայց ստացվեց հակառակը, հայրս շատ դեմ էր, բայց ի ուրախություն ինձ ծնողներս ունենային գիտակցությունը, որի վերջո նույնիսկ դեմ լինելով ասացին, որ քո կյանքն է ու քո ընտրությունը եւ դու հասել ես եւ գիտակցության եւ տարիքի առումով այն մակարդակին, որ կարող ես քո կյանքի հետ կապված նման կարևոր որոշումներ ինքնուրույն կայացնել, չնայելով շրջապատին։ Իսկ ինչպես էին փորձում հետ պահել ձեզ այդ որոշումից։ Առաջին ամենամեծ խնդիրը նրանում էր, որ եւ ես էի դեմ խառնամուսնություններին եւ այդպես հանդես էի եկել եւ վատ էի զգում, որ այ Զուզան դու այսքան կոչեր ես անում, ազգապահպանում եւ այլն, ու դու անում ես հակառակը, ստացվում է, որ դու այսքան տարի պարզապես փուչ խոսել ես ու իմ մեջ միջև հիմա էլ այդ մի փոքր անհարմարության զգացումը կա։ Բայց այն օրվա Զուզանը եւ այսօրվա Զուզանի մեջ շատ տարբերություն կա, հիմա որ ընթացքում կխոսենք իմ անցած ճանապարհի մասին, տարբերությունը ավելի լավ կներկայացնեմ, ու իրանք էլ հենց դա էին առաջ բերում, որ համայնքը քեզ ճանաչում է, համայնքը քեզ վստահում է եւ քո գլխավոր նպատակը համայնքահեն գործունեությունն էր, որը դու մեկ քայլով պարզապես ոնց որ կոտրես մարդկանց աչքին, բայց նորից արդեն ասացի, որ ես ընտրում էի մարդու, ում հետ ստեղծում եմ ընտանիք, որը չի խանգարելու իմ տեսակի պահպանմանը։ Զուզան, ձեր ամուսնու ընտանիքն էլ կարծես թե սկզբնական շրջանում հաշտ չէր այդ որոշման հետ։ Այո, ամուսնուս ընտանիքը ու եթե իմ պարագայում միայն իմ ընտանիքներ ու շատ քիչ բարեկամներ էին դեմ, իրենց պարագայում բոլորն էին դեմ։ Ինչու, որովհետև իրենք էլ եզդի ազգի մասին ունեին շատ վատ պատկերացում, կարծրատիպային ինչ որ պատկերացումներ, որոնք եկել է անտեղյակության պատճառով, հետո երբ որ սկսեցին ճանաչել, հասկացան, որ չէ, դրանք ուղղակի խոսքեր են, որ եկել անցել են ու դրանց վրա հիմնվել պետք չի, ու ամեն ինչ այն հատկանիշները, որոնք վերագրում են եզդիներին, դրանք ոչ թե ազգային բնույթ ունեն, այլ անհատական ու մարդուց են գալիս, եւ ճանաչելուց հետո իհարկե բնականաբար ամեն ինչ փոխվեց։ Ես տեղյակ եմ, որ ձեր ամուսնու տատիկը նույնիսկ փորձել էր որևէ առողջական թուղթ ձեռք բերել, որպեսզի քեզ ցույց էին տվել այդ թուղթը, որպեսզի չէին հասցրել, որպեսզի հիասթափվես, հա։ Նույնիսկ այտենց տարիքի հետ կապված ասում էին, այ Զուզանը քեզանից տարիքով գիտես մեծ է, այտենց։ Բայց մեծ էիք։ Չէ, փոքր եմ։ Կարծրատիպեր, որ իհարկե, եթե նույնիսկ մեծ լինեի, դա ոչինչ չէր փոխելու, բայց հա մարդիկ փորձել են ինչ-որ տարօրինակ, երբեմն adekvat, երբեմն ոչ adekvat ձևերով խանգարել, բայց չի ստացվում։ Առհասարակ եզդիական համայնքում եզդիներն էլ, հա, 3 կաստաների են բաժանվում՝ շեյխեր, փիրեր, մրիտներ եւ նույնիսկ կաստաների միջև ամուսնությունն է արգելված։ Հետևաբար ամուսնանալու դեպքում
այսպես ասած կրոնական արտաքսում է տեղի ունենում, հա, եթե այլ ազգի հետ են ամուսնանում կամ այլ գաստաների հետ, մարդկանց զրկում են, այսպես ասած, ծեսերին մասնակցելու իրավունքից, հասարակությունն է այսպես մեկուսացնում կամ համարում են սա հարված ընտանիքի պատվին։ Ձեր ընտանիքում այո, այդ կարծրատիպային մոտեցումները շատ չեն, բայց եզդիական համայնքում բավականին շատ են, իսկ խառնամուսնությունները շատ քիչ են։ Ձեր համայնքի շրջապատի մարդիկ եզդիները ինչպես ընդունեցին, արդյոք դուք էլ այս չասեմ պատիժ, բայց որևէ կերպով ձեր վրա զգացիք, հա, այդ համայնքի հասարակության շրջապատի բացասական վերաբերմունքը։ Այն արտաքսման ու նմանատիպ բաների մասին, որ խոսեցիք, իրականում այսօր էլ չկա։ Նույնիսկ հոգևոր դասերի եւ աշխարհիկների ամուսնությունից հետո եթե կան, ապա դրանք շատ նեղ խմբերի միջև են լինում եւ համատարած երևույթներ չեն։ Օրինակ ես ճանաչում եմ շեյխերի, որ ամուսնացել են մրիդների հետ, այսինքն աշխարհիկների հետ, եւ նորմալ մարդիկ ընդունում են։ Հա, սկզբում խոսակցություններ լինում են, ինչպես յուրաքանչյուր անսովոր երևույթից հետո, բայց դրանք չեն հասնում այդ արտաքսման, այդ շրջապատ չընդունելու, այդ ամենը այլևս չկա։ Նույնն էլ ինձ է վերաբերվում, դե քանի որ սկզբանե ասացի, որ ես հայկական գեներ ունեցող եզդի եմ, շատերի համար սա նույնիսկ սպասելի որոշում էր ընտրություններ եւ նման երևույթ չի եղել, նման բանի երբեք չեմ հանդիպել։ Հասարակական ճնշում չի եղել։ Հասարակական ճնշում չի եղել, գուցե նորից եմ ասում, ինչ-որ նեղ խմբերի մոտ եղել են խոսքեր, որ ինչ էր ասում, տեսախցիկի առաջ ինչ արեց, բայց դա ինչ-որ լուրջ մեկուսացման վտանգ չի բերել իր հետ։ Գալով կարծրատիպերին, ասացիք, որ ամուսնու ընտանիքը լսել էր այդ կարծրատիպերը եւ դրանցից մեկն էլ եզդի աղջիկների ուսում չստանալու փաստն էր։ Այսօր շատ եզդի աղջիկներ ստանում են ուսում, բարձրագույն կրթության մասին է խոսքը, դուք նույնպես ստացել եք։ Ինչ կրթություն եք ստացել, ինչ ուղղությամբ եք գնացել, որտեղ եք աշխատել, հա, ձեր մասնագիտական ուղու մասին նաեւ մի փոքր պատմեք։ Ես առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, սովորել եմ Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ Լրագրողի մասնագիտության ընտրության հարցում էլ ինչ որ այսպես երկմտում կար, հատկապես հայրիկիս կողմից, որտեղ մտածում էր, թե ում հետ պետք է ամուսնանամ, որ մասնագիտության ընտրությունը ինչ որ հետո աշխատանքի հետ կապված խնդիրներ չառաջացնի, բայց քանի որ ես հստակ գիտեի ուր եմ գնում ինչի համար, ու հայրս էլ այսպես լիարժեք վստահություն ուներ իմ հանդեպ, ամեն ինչ հեշտ եղավ եւ բակալավրը ավարտելուց հետո ուզեցի ինչ որ նոր բան, որը կապված չէ կամ ավելի ճիշտ քիչ է կապված ժուրնալիստիկայի հետ, դա քաղաքագիտություններ, Կառավարման ակադեմիան եմ ավարտել։ Հետո ընթացքում մի քանի այլ մասնագիտացումներ, որպիսի այդ դարի համապատասխան այդ բազմակողմանիությունը ունենամ, բայց իմ գլխավոր, այսպես ասեմ, ձեռքբերումը դա հասարակական գործունեությունն է եւ նույնիսկ ուսանող տարիներից, որ առաջի կուրսայի այդ ժամանակվանից զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, աշխատել եմ հիմնականում հասարակական կազմակերպություններում, ստանձնելով տարբեր դերեր, ծրագրերի համակարգումից մինչև մասնագիտություն, լրագրություն, սոցիալական աշխատանքով եմ զբաղվել, ու այսօր էլ աշխատում եմ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնում որպես ծրագրի համակարգող եւ հիմա մեր գլխավոր նպատակը ոչ միայն եզդիների, այլ նաեւ հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների կյանքի կենցաղի լուսաբանումն է, իրավունքների պաշտպանությունը եւ աջակցությունը, ինչով որ իրավական առումով ինչով որ կարողանանք, ինչով որ թույլ է տալիս մեր կազմակերպությունը։ Իսկ եզդիական համայնքում այսօր որ իրավունքներն են, որոնք ամենաշատը պաշտպանության կարիք ունեն։ Կրթության իրավունքը առաջին հերթին կնշեմ, որ կարևորներից է, որովհետև նույնիսկ օրինական պահանջի դեպքում, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է, որ ամուսնությունները պետք է լինեն 18 տարեկանից միայն, մենք ունենք խնդիր դեռևս, բայց ի ուրախություն բոլորիս, այդ թվերը գնալով նվազում են, ինչը հսկայական աշխատանքի արդյունք է, եւ եթե ինձ հետ խոսեիք 10 տարի առաջ, այն ինչ որ այսօր եմ ասում, այն ժամանակվա երազանքն է եղել, որովհետև այսօր աղջիկները շատ հանգիստ խոսում են իրենց կրթության իրավունքի մասին, իսկ նախկինում կվախենային բարձրաձայնել։ Ծնողները, եթե նույնիսկ թույլ չեն տալիս բարձրագույն կրթություն երեխան ստանա կամ
այդ հնարավորությունը չունեն, որովհետև միշտ չէ, որ դա ցանկության հարց է, այլ տրանսպորտի հարց համայնքներ ունեն, որտեղ տրանսպորտային խնդիրներ կան, դպրոցներ կան, որոնք փակման եզրին են, ու այսպես սոցիալական ու կենցաղային տարբեր խնդիրներ, որոնց առնչվում են եզրիները եւ հայերը նույնպես, ու որը ազգային բնույթ չունի։ Իսկ այսօր բարեբախտաբար վերջերս դպրոցում ու տեսա, թե ինչքան փոփոխություն կա աղջիկների, տղաների ամուսնության հարցում ինչ վերաբերմունք ունեն, հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված թվերը նվազում են, բայց դեռ մենք ունենք տեղ խոսելու, ունենք տեղ աշխատելու եւ կրթության իրավունքի պաշտպանության համար անելիքներ դեռ կան եւ դրանից բխող արդեն վաղ ամուսնությունների մասին արդեն ասացի։ Եվ այո, ժամանակները առաջ են գնում, բայց եզդիական համայնքներում այդ ընտանեկան հիերարխիան, կնոջ նկատմամբ հասարակական վերահսկողությունը դեռևս շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ։ Ինձ հետաքրքիր է, եթե համեմատենք գուցե տոկոսային հարաբերակցությամբ, ինչ չափաբաժին են կազմում այսօր վաղ ամուսնությունները, կրթություն ստացող աղջիկների, նաև թիվը ինչքանով է մեծացել, ավելացել, որքանով են նրանք ընդունելի այսօր եզդիական համայնքում, որովհետև ավանդական ընտանիքներում եզդի կնոջ հիմնական այսպես առաքելությունը դա տնային տնտեսությունն ու զավակներին մեծացնելն է եղել։ Հա, հիմա էլ ունենք դա, նույնիսկ եթե դու կրթություն ունեցող կին ես, ես իմ օրինակով վերստեմ, ես կանգնել եմ այդ ընտրության առաջ, կամ պետք է թողես աշխատանքդ, կրթությունը ստացել շատ լավ է, ողջունելի է, դու լավ մամա կլինես։ Հաջորդ քայլն էլ է արդեն բարդ։ Հա, հաջորդ քայլը պետք է լինես մամա, պետք է լինես երեխաներին դաստիարակող, տնային տնտեսությամբ զբաղվող մարդ, հարգանքներս իհարկե բոլոր տնային տնտեսուհիներին, որտեղ բոլորս այդ կարգավիճակում լինում ենք ու բոլոր կանայք դրա մեջ են, անկախ ամեն ինչից, ունեն դիպլոմ, թե չունեն, այո, եւ դա շատ լավ է։ Այսինքն այդ բալանսը ինձ համար շատ կարեւոր է։ Բայց ես այն մարդկանցից չեմ եղել, որ դա է իմ ապագան, պատկերացրել եմ իմ ապագան այդպես, ու համայնքն էլ այսօր այո այդ խնդիրը ունի, ինչով է սա պայմանավորված, կանայք չունեն կրթություն, ըստ այդմ չունեն տնտեսական ազատություն, ֆինանսապես կախում ունեն ամուսիններից եւ ընտանիքներից, եւ եթե ունես երեխա, այդ տարիքում գնալ ու կրթություն ստանալ ամեն մեկի համար չի ընդունելի եւ մտածելակերպի առումով եւ նաեւ սոցիալական առումով, որովհետեւ ծնողներս բոլորս մտածում ենք առաջինը մեր երեխաների ապահովել ինչ-որ բանով եւ եթե լինի ընտրություն երեխան գնա կրթություն ստանա թե ես, հավանաբար ծնողը կընտրի երեխային, ըստ այդմ բազմաթիվ կանայք այսօր մնում են առանց կրթության, առանց աշխատանքի եւ կախվածության մեջ, դրանով էլ արդեն ընտանիքում որոշվում է կնոջ դերը ոչ թե երկրորդական, այլ ոչ առաջինային եւ կախվածության մեջ, բայց արդարության համար ասեմ, որ եզդիական համայնքի հետ կապված երբ որ խոսում ենք կնոջ դերը եւ այլն, մենք ունենք այնպիսի կանայք, ովքեր ունեն շատ մեծ հեղինակություն, այսպես լինում է, չէ, ազգի մեծ կինը ունի շատ մեծ հեղինակություն, մեզ մոտ էլ դա կա եւ նրա խոսքը անցնող է, այսինքն այն որ ասում են կինը չունի ընդհանրապես դեր, խոսք, իր խոսքին չեն լսում, դա այնքան էլ իրական չէ, բայց այնպես էլ չի որ չկա։ Ուզում ասեմ եւ նա կա, կախված ընտանիքից ու երևի թե կրթության ցենզից ելնելով այդ ամենը լինում։ Ասացիք նաև, որ դպրոցներում եք եղել, շփվել եք երեխաների հետ, ինչ պատկեր եք արձանագրել, հա, ցանկությունը սովորելու ինչքանով է մեծացել դպրոցահասակ երեխաների մոտ։ Այս տարիների իմ աշխատանքի արդյունքում ես հասցրել եմ հասկանալ, որ այն դպրոցները եւ այն ուսուցչական անձնակազմերը, որոնցում ուսուցիչը գիտի իր դերը, այդ դպրոցներում վաղ թե ուշ բոլոր ազգի երեխաները գալիս են դեպի կրթություն, բայց այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները ասում են, որ դա իրենց ավանդույթն է, կրթություն չստանալը, մի ավել լեզու իմանալը, մեկը հեսա ամուսնանալու են, այս տեսակ մտքեր եղել է, այդտեղ ոչինչ չի էլ փոխվել, որովհետև այդ ուսուցիչները այսօր դասավանդում են։
Ի ուրախություն ինձ այսօր դպրոցներին ու ուսուցիչների որակավորմանը մի փոքր ավելի շատ են ուշադրություն դարձնում, վերապատրաստումներ եւ այլն, եւ ինչ որ բան է փոխվում, ինչ որ բան է փոխվել նաեւ համայնքի ներսում, որովհետեւ համայնքի ներկայացուցիչներս շատ հետեւողական ենք եւ անդադ այցեր, անդադ աշխատանքներ ենք տանում, որպեսզի այդ ամենը չլինի, եւ արդյունքում հա փոխվել է, բայց կան այդպիսի դպրոցներ, նույնիսկ մի օրինակ բերեմ, տարիներ առաջ, 5 տարի առաջ սեմինարի էի ինչ-որ դպրոցում ու իրենք չգիտեն, որ ես եզդի եմ, ուսուցիչը եկել է իմ ականջին, երեխաները անհասկանում պիտի գրեն, ուսուցիչը իմ ականջին ասում է, թե ինքը եզդի է, ինքը լավ չի գրելու էլի, ոչինչ կներեք բան, իրանց սովորությունն է դա, սովորույթն է դա, իրանց ավանդույթն է, որ մեկը պետք էլ չի, ոնց որ դե ոչինչ որտեղից է, դե հա, պետք չի գալու ու ես ոնց որ երմանջուրին վրա լցնեմ, sense խոսքս չգիտեմ ինչ ասեմ, որ չվիրավորեմ, որ հետո հասկանում եմ, որ մի հոգի չի, որ այդպես է, ես մենակով ոչինչ չեմ կարող անել, ու հետո երբ որ ես ասացի, ես էլ եմ եզդի, այդ մարդը այսպես բան եղավ, զարմացավ ու վախեցավ, որ հեսա կարող է ինչ որ բան ասեմ։ Ուզում ասեմ նմանատիպ դեպքեր կան ցավալիորեն կան, բայց համայնքի ներկայացուցիչները եւ պետությունը այս առումով պետք է շատ հետևողական լինի։ Սուզան, իսկ դուք հիմա էլի խառնամուսնությունների թեմայով ելույթներ, զրույցներ ունենում եք։ Երբ որ առաջին անգամ պետք է տեսախցիկի առաջ խոսեի իմ ամուսնության մասին, շատ երկար եմ մտածել այդ առումով, որովհետև մտածում էի, արդյոք սա չի դիտվի որպես քարոզ խառնամուսնությունների, որտեղ ես ամենևին չունեմ դրա ցանկությունը, որովհետև հիմա էլ մտածում եմ, որ մեր նման փոքր ազգերը ունեն ինքնապահպանության խնդիր եւ խառնամուսնության գնալը տանում է զուլման, անկախ ամեն ինչից, դա փաստ է։ Բայց սա իմ կյանքն է, սա իմ անցած ճանապարհն է եւ եթե իմ ճանապարհը չեն ճանաչում, հեշտ է խոսել, որ կոչեր անում, հիմա ինչ արեց, այնպես որ այո, ես հիմա խոսում եմ դրա մասին, բայց նշում եմ, որ սա իմ կյանքն է ու իմ ճանապարհը, սա քարոզ չէ ամենևին, եւ եթե բախտ եք ունեցել սիրելու ձեր ազգակցին, բախտ եք ունեցել մեծանալու ձեր ազգակիցների մեջ, այդ արժե համակարգի կրողն եք, այդ մշակույթի կրողն եք, ես ձեզ շնորհավորում եմ եւ պահեք ինչքան կարող եք։ Բայց ես ծնվել ու մեծացել եմ այլ գեներով, այլ շրջապատում, այլ մտածելակերպի մեջ եւ ըստ այդմ այդ ամենը բերել հասցրել է ինձ մի ընտրության, երբ որ ես ուզել եմ լինել ուժեղ եզդիկին, ով պետք է զբաղվի համայնքային գործունեությամբ, ոչ թե լինի պարզապես մամա։ Եվ ես ունեմ նաև ուժեղ ամուսին ունենալու արդյունքում, ինչի համար ուրախ եմ եւ ինչի համար երբեք, եթե ունենայի եւս մեկ անգամ ընտրություն անելու հնարավորություն հետ գնայի, նույն ընտրությունն էի կատարելու։ Շատ լավ, եւ մի փոքր խոսենք նաև վաղ ամուսնությունների մասին, հա, այս պահին, այսօրվա դրությամբ ինչ պատկեր ունենք, որտեղ եզդի աղջիկներին շատ փոքր տարիքից տալիս էին ամուսնության։ Հիմա դեռ պահպանվում է այդ սովորույթը, թե ոչ։ Վերջերս այդպիսի դեպք եղավ, շատ մեծ արձագանք եղավ մամուլի կողմից, համայնքի կողմից, աղջիկ փախցնելու դեպքեր, անչափահաս աղջկան։ Թվերը բավականին նվազել են, քանի որ կոնկրետ հետազոտություն չի արվել, որ ես կոնկրետ տոկոս ասեմ ձեզ, բայց եթե նախկինում օրինակ վերցնենք եզդիական գյուղում 5-ից 4 աղջիկը հաստատ վաղ ամուսնության էր գնում, այսօր այդ 5-ից 1-2-ը հազիվ թե։ Վաղ ամուսնություն ասվածը որ տարիքի մասն է խոսքը։ Վաղ ամուսնությունը 12-13 անգամ տարեկանում դեպքեր եղել են։ Չկան հիմա այդպիսի դեպքեր։ Նախկինում եղել են, այսօր չունենք։ 15 տարի առաջ, 10 տարի առաջ, այո, կգտնեինք գուցե 1-2 հոգու 14-ում ամուսնացած, բայց հիմնականում եղել են 15-ից մինչև 17, 18-ը արդեն չափահաս է, դա վաղ ամուսնություն ես չեմ ուզի համարեմ, օրենքի տեսանկյունից ուտ։ Ինձ համար վաղ էր, բայց ամեն դեպքում։ Այսինքն այսօր էլ պահպանված է, բայց շատ ավելի փոքր։ Այո, թվերը շատ նվազել են, ուրախություն մեզ։ Վաղ ամուսնության չգնալը չի դարձել իհարկե կրթություն ունենալու պատճառ, բարձրագույն կրթության գնալու պատճառ, բայց կարևոր է ինձ համար գոնե տեսնել այդ թվերը նվազեցած զուտ մարդու առողջության համար, կանանց ինքնուրույնության համար մի քիչ հասունանալու եւ մտավոր եւ ֆիզիոլոգիական առումով, ինչը բերելու է նրան, որ մեր կանայք գոնե մի քիչ ավելի երկար կպահպանեն իրենց առողջությունը։
Շատ լավ։ Զուզան, նաև հայերի եւ եզդիների միջև կան նաև կենցաղային, տարբերություններ։ Օրինակ, եզդիական ավանդույթներից մեկն էլ, երբ որ խնջույքների ժամանակ կանայք եւ տղամարդիկ առանձին են սեղանին նստում, նաև սնունդ ընդունման որոշակի տարբերություններ, սահմանափակումներ, այսպեսի նաև կենցաղային, տարբերություններ են եղել, եթե չխոսենք միայն կրոնական տարբերությունների մասին։ Ձեր ընտանիքում ինչպես է եղել։ Նախ ձեր հայրական տանը այդ ավանդույթներին հետևել եք թե ոչ եւ ամուսնանալուց հետո ինչպես եք սա կարգավորել։ Արդյոք այդպիսի խնդիրներ չեք ունեցել։ Կոնկրետ իմ հայրական տանը նման բան չի եղել, որ առանձին նստեն կանայք եւ տղամարդիկ, բայց ես հիշում եմ փոքր էի, երբ որ առաջին անգամ մասնակցեցի նման եզդիական հարսանիքի ու տեսա, որ կանայք ու տղամարդիկ առանձին են նստած, ինձ համար շատ շոկային էր, հատկապես որ հարսանիքի ժամանակ հարսը սեղանին չէր նստած, այլ առանձին սենյակում։ Բայց հիմա ժամանակակից ընտանիքները լրիվ այլ կերպ են նայում այս ամենին, չեն առանձին նստում։ Օրինակ հոգևորականների ընտանիքներ կան, որ գիտեմ դեռ պահպանվում է, ինչ որ ավելի փակ ու միայն օրինակ եզդիաբնակ յուղերում եթե տեսնենք, այո, այնտեղ կլինեն նման բաներ, դեռ պահպանվում է, այսօր էլ կա, բայց ժամանակակից ընտանիքները փոխել են արդեն այդ ավանդույթը։ Իսկ ուրիշ ինչ ավանդույթներ, սովորույթներ կան, ինչ տարբերություններ կան, որոնք ձեր համատեղ կյանքի ընթացքում փորձել եք լուծել, լուծում գտնել։ Եղել են այդպիսի իրավիճակներ։ Իմ համատեղ կյանքը Արթուրի հետ շատ հեշտ է դասավորվել, ինչու, որովհետև ես չեմ ունեցել ինչ-որ կարծրատիպային մոտեցումներ, ինձ համար, այսպես ասեմ, գեղեցիկ է եղել նշել օրինակ եզդիական մի առիթ, օրինակ զատիկը կամ մենք ունենք կլոճ այդ կոպեկով գաթայի արարողությունը, որը շատ հավես է նշել, որպեսզի նախ համայնք ասելով ես հայկական համայնքը նկատի ունեմ, որ ճանաչի, որ եզդիները այսպիսի միջոցառումներ ունեն, համ Արթուրի համար հետաքրքիր է, բայց որ ասեմ դրանք ինձ համար այսպես շատ կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներ են, ոչ։ Բայց նշում եք։ Նշում ենք, նշել ասելը, այսպես ասենք, մենք մեզ համար, ոչ մի մեծ նշել, օրինակ նոր տարվա նման, մենք սովորական նոր տարվա նման, եզդիական նոր տարին չենք նշում։ Ոչ մի ընտանիք չի նշում, շատ քիչ տեղեր կան, որ այդպես ճոխ կարող է ինչ-որ առիթ կազմակերպել, բայց դա համատարած երևույթ չէ ոչ մի եզդի ընտանիքում։ Այո, հիշատակվում է, այո, փոքրիկ միջոցառում, բայց ոչ այդպես մասշտաբային ու մեծ։ Ու քանի որ Արտուրն էլ մեծացել է դրսում, Ռուսաստանում է մեծացել, ինքն էլ մի քիչ խառը էլի մշակութային տարերի կրող է, ըստ այդմ մենք գտել ենք բալանս, ոսկե միջին ինչ-որ մի վիճակ, որտեղ կարևորվում է մարդու ցանկությունը, որտեղ կարևորվում է հարմարավետությունը ու չկա պարտադրանքը ոչ մի բանի մասով, այո։ Բայց ոչ մի այսպես տարաձայնություն, ոչ մի սովորություն չի եղել, որ հարմարվելու մեկդ կամ մյուսդ հարմարվելու անհրաժեշտություն եք ունեցել։ Ես եղել է նման բան, երբ որ օրինակ ես սովորեմ, երբ որ մենք գնում ենք ծննդյան արարողության, թեկուզ մեր ամենամոտ ընկերոջ, մենք պիտի նվեր տանենք։ Ես առանց նվեր չեմ պատկերացնում ծնունդի գնալը։ Բայց Ռուսաստանում ու իր ընկերական շրջապատում իրենք պարզապես կարող են գնալ առանց ոչ մի բանի, պարզապես ի սրտե Մեր հայերս մոդել է այդպես, նվերով ենք միշտ գնում։ Այո, հայեր ասելով ես հայկական ու եզդիական սովորույթը իմ մեջ է, երկուսն էլ է իմ մեջ, էլի։ Իսկ իրենց մեջ չկա նման բան։ Իրենք հանգիստ կարող էին գնալ իրենց ընկերների ծնունդին, ես ամաչելով ասում եի ո՞նց գնանք օխր, առանց նվեր ո՞նց եք գնում։ Այդպես միջով սովորեցի, որ իրանց մոտ այդպես է, բայց այստեղ, եթե մենք գնում ենք ինչ-որ միջոցառում, ես չեմ կարողանում։ Ինքն էլ այստեղ է ինձ իջում։ Ես Ռուսաստանում իրեն էի իջում, ինքը այստեղ ինձ է իջում։ Նույնն էլ կապված, նոր տարվան մեկը մյուսի տուն գնալ շնորհավորելու հետ կապված, իր համար սա անիմաստ ինչ-որ գործողություն է, ասում եմ, եթե դու մարդուն տարիներով մի տարի չես տեսել, չես շփվել, չես զանգել, ասես ոնց ես, նոր տարվան գնում ես իր տուն շնորհավորելու որպես ինչ, բայց ինձ համար ամեն դեպքում ասում դե բարեկամներ են գնանք եւ այլն, դա ինչ որ մշակութային բան է, որ մնացել է ինձ իմ անցած ճանապարհից երևի։ Իսկ կրոնական ծեսեր, ծիսակատարություններ չէ, չունենք, որտեվ ամուսնուս աթեիստ է, եթե կրոնի մասին խոսենք, եւ սա էլ երևի թե նպաստեց, որ ես հեշտ
ոչ թե հեշտ, մի քիչ ավելի հեշտ կամ այն ընտրությանը, որ ամեն դեպքում հա, սա այն մարդն է, ում հետ ուզում եմ կյանքս կապել, ոչ թե որտեղ նա աթեիստ, այլ որովհետև օրինակ այդ կրոնի տարբերությունը ես շատ չեմ զգա, որտեղ ամեն դեպքում եզդիների կրոնը եւ քրիստոնեությունը բավականին տարբեր են մեկը մյուսից, եւ եթե այդ սուր կրոնական հարցերը մեր մեջ լիներ, հավանաբար մեր համատեղ կյանքը չէր ստացվի, բայց քանի որ ես անկրոն մարդ եմ եւ ինձ համար կրոնը զուտ փիլիսոփայություն է, այսպես հեշտ է դասավորվել այս ամենը։ Իսկ ինձ հետաքրքիր է ձեր այս բաց խոսքից հետո համայնքը ձեզ չի քննադատում, քննադատական խոսքեր չեն լինում։ Ես բաց եմ ամեն տեսակ ճիշտն ասած մեկնաբանությունների առաջ, եթե այդ մեկնաբանությունները պարզապես ցեղ շպրտելու համար չեն, պատրաստ եմ լսել ցանկացած կարծիք, բայց հիմնականում ավելի նմանատիպ հաղորդումներ նայում են տոլերանտ մարդիկ, հուսով եմ։ Եվ հուսամ, որ չի լինի նման բան։ Իսկ ձեր երեխաներին ինչպես եք մեծացնում։ Նրանք հայ են թե եզդի։ Ես դեռ մեկ աղջիկ ունեմ եւ իմ աղջիկը երկուսն են։ Չէ, մեկ աղջիկ ունեմ, այո։ Եվ իմ աղջիկը մեծանում է պարզապես մարդ դեռևս, որովհետեւ ինքը այն տարիքում չի, որ շատ խորանա կրոնի պատկանելիության, ազգային պատկանելիության եւ այլնի մեջ, չնայած որ անպայման տեղեկացված է, որ իր մաման ազգությամբ եզդի է, իր հայրը հայ է, իսկ ինքը եւ հայ է եւ եզդի։ Եվ խառն ամուսնությունների արդյունքում ծնված երեխաները ունեն եւ առավելություններ եւ որոշակի խնդիրներ։ Առավելություն այն առումով, երբ որ ասում են դու քո ազգը չես ընտրում, ինքը ունի այդ հնարավորությունը ընտրելու, թեկուզ եւ հայրիշխանական համակարգը, որ ասում է հայկական կողմինն է երեխան, մենք այդ դրա կրողը չենք, այսինքն ընտրությունը ամեն դեպքում իրեն է մնում։ Եթե փաստաթղթային առումով վերցնենք, քանի որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ հիմա ապրում ենք այստեղ, իսկ ամուսինս քաղաքացի չէ, ըստ այդմ իմ աղջիկը Հայաստանի Հանրապետություն գրանցված է որպես ազգությամբ եզդի։ Եվ թե հետո ինչ կլինի, ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմ աղջիկա փոխարեն ինչ-որ բան ասել, բայց վստահ եմ, որ ով էլ որ նա լինի հայ կամ եզդի, ինչպիսի ընկալում էլ որ ունենա, նա լինելու է մարդ, ով ունակի հարգելու բոլորին, հարգելու ինձ հատկապես ու իմ ազգը եւ իր ուժերի ներածին չափով նաեւ դառնա մարդ, ով հանրապաստ աշխատանքի անում նաեւ եզդիների համար։ Եվ վերջում կցանկանայի լսել հետևյալ հարցի պատասխանը, եզդիական համայնքում ո՞րն է այն ամենամեծ խնդիրը առայժմ, որի դեմ ամենաշատն եք պայքարում։ Այստեղ խնդիրը ոչ միայն համայնքի ներսում է, այլ նաև պետության հետ առնչվող հարցերին է վերաբերում, օրինակ, տիմերում եզդի կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ներգրավվածությանը այսօր տիմերի մակարդակում մենք շատ քիչ կգտնենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, իսկ եզդիների հավանաբար որոշ տեղում ընդհանրապես չենք գտնի, այս խնդիրը ունենք։ Հուսով եմ ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի։ Ունենք նաև կրթության դերի բարձրացման հետ կապված ոչ միայն համայնքի կողմից պետք է լինի այդ շահագրգռվածությունը, այլ եթե պետությունը ընդունել է, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է, դա պետք է պարտադրվի բոլորին եւ քողարկել օրինակ համայնքի դպրոցի կամ ոստիկանության անաշխատունակությունը ազգային ավանդույթի տակ, որ ասել դե մենք չենք ուզում խառնվել, դա թող համայնքը լուծի, դա ձեր ավանդույթն է, այստեղ պետությունը անելիք ունի, որ եթե օրինակ փախցնելու դեպքեր են լինում, այո, այսպեսի մեծ մասշտաբային թող քննարկումներ լինեն, որպեսզի հաջորդ անգամ չլինեն։ Եվ տեսեք, այս աղջկա դեպքից հետո հաստատ շատ ավելի քչանալու են, որտեղ բոլորը խոսեցին դրա մասին։ Պետությունը արձագանքեց, ոստիկանությունն իր աշխատանքն արեց, դպրոցն իր աշխատանքն արեց, բայց ես հենց այսօր էլ գիտեմ դպրոցներ, որ ասում են դպրոցը բացել ենք, աշխատում են, չեն գալիս, գնացել ենք տուն, համոզել ենք, էլի չեն գալիս դպրոց, բա մենք էլ ինչ անենք։ Գոյություն ունի սոցիալական աշխատանք համայնքում, զբաղվեք սոցիալական աշխատանքի կրթության ու վերապատրաստման, որպեսզի այդ մարդը իմանա, թե ինչ աշխատանք պիտի տանի։ Պետք է լինեն տնայցեր։ Եթե երեխան ունի օրինակ վտանգ, որ իրեն կփախցնեն, թող կազմակերպվի պատշաճ տնային կրթություն։ Այսինքն սրանք մի քիչ ավելի բարդ, ժամանակատար եւ նաեւ ֆինանսական առումով ծանր կլինեն պետության համար, բայց հուսով եմ, որ մենք քայլ առ քայլ կմոտենանք նաեւ այս խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը ազգությամբ եզդի Զուզան Խուբոյանն էր, մարդ, ով կոտրել է հասարակական մի շարք կարծրատիպեր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։